Սիրելի հայ ժողովուրդ, ես նույնպես շատ շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր որ ձայն չեն տվել Նիկոլ Փաշինյանին եւ մերժել են նրան։ Մոտ 500,000-ից ավել մարդ չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ գնա երրորդ ժամկետի, այն երրորդ ժամկետին, որի դեմ ինքը պայքարում էր։ Սա անցանք։ Ուրեմն ինչ է տեղի ունենում եւ ինչ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավից առաջ եւ քարոզարշավի ողջ ընթացքում օգտագործելով վիրավորանքներ, սպառնալիքներ, պատերազմով սպառնալ ժողովրդին, բազմաթիվ ձերբակալություններ, ընդդիմադիր գործիչներին, վստահված անձերի, բազմաթիվ խախտումներով հանդերձ, սահմանադրություն, օրենքներ, կարգ ու կանոն խախտելով հանդերձ, իր ամբողջ խմբակով հանդերձ, նրանք չվաստակեցին 50+1 ձայն։ Ամբողջ պետական ապարատը օգտագործելով, նախարար, մարզպետ, ով կա չկա իրենց խմբակի մեջ, վիզ դրեցին ժողովրդի լեզվով ասած, բայց այդպես էլ Նիկոլ Փաշինյանը չստացավ 50+1 ձայն։ Սա ինչ է նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը չունի մեր երկրում լեգիտիմություն։ Այս մարդը չլեգիտիմ ղեկավար է։ Ինքը չունի ժողովրդի վստահությունը եւ նա հետ այսու չպետք է խոսի ժողովրդի անունից, չպետք է խոսի լեգիտիմությունից, որտեղ ինքը մերժված ղեկավար է, ժողովուրդը չի ուզում նրան։ Դա չի նշանակում, որ բազմաթիվ բռնաճնշումների, սպառնալիքների տակ ինքը վերընտրվեց։ Սրա մասին մեր ընդդիմադիր գործիչները բազմիցս բարձրաձայնել են եւ մինչեւ այսօր բարձրաձայնում են եւ խոսում են այն ամենի մասին, այն ամեն անօրինականությունների մասին, որը գործեց Նիկոլ Փաշինյանը, փաստերը հրապարակում են, թե տարբեր տեղամասերում, ինչպես է կենտրոնական հանրապետական հանձնաժողովը, տեղամասային հանձնաժողովները, ինչպիսի խախտումներ են թույլ տվել։ Սրա մասին խոսվելու է դատարաններում եւ ժողովրդի ձայնը գողացողը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, ձեռքերս կկտրեմ, ոչ մի խախտում չեմ անի, հիշեք այդ խոսքը, որ ինքը նույն ձև խոսում էր Տավուշում, ասում էր ձեռքերս կկտրեմ, բայց Տավուշից ոչ մի գյուղ չեմ հանձնի։ Տեղի ունեցավ, որ Տավուշում գյուղ հանձնեց։ Հիմա սա ինքը հանրայինի եթերում հայտարարում էր, որ ձեռքերս կկտրեմ եւ ոչ մի խախտում ընտրական process-ին խախտում տեղի չի ունենա, բայց փաստը ցույց է տալիս, բազմաթիվ տեղամասերից ահազանգում են եւ կան փաստեր, որ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ուրացել է իր տված խոստումները, եւս մեկ անգամ ինքն իրեն դավաճանել է։ Եվ ինքն իրեն դավաճանած ղեկավարը, ինքն իր խոստումները չպահած եւ չկատարած ղեկավարը, ժողովրդին սպառնալիքների տակ պահած ղեկավարը եւ այդ ձևով ընտրված ղեկավարը չլեգիտիմ է եւ նա իրավունք չունի դառնալու Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Ես իմ բաժին կռիվը քաղաքական դաշտում տալու եմ։ Պայքարը չի ավարտվել։ Հայաստանի Հանրապետության համար պայքարը, մեր պետության համար պայքարը չի ավարտվել։ Նրանք պայքարում են իրենց աթոռների համար։ Նրանք պայքարում են, որպեսզի շարունակեն Ալիևի եւ Էրդողանի պահանջները կատարել։ Իսկ մենք պայքարում ենք մեր երկրի համար։ Մենք հայրենատեր մարդիկ ենք։ Եվ ես չեմ թողնելու այս խրամատը այնքան, այս պայքարի խրամատը այնքան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իր ողջ խմբակով չի հեռացել։ Իսկ դա լինելու է վաղ թե ուշ։ Եվ եւս մեկ շատ կարևոր արձանագրում։ Բոլոր այն քաղաքացիները ամենայն հարգանքով, մի մասը գիտակցաբար, մի մասը չհասկանալով, թե ինչ կարող է տեղ ունենալ, քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ուրեմն դուք, հարգելի հայրենակիցներ, կրում եք պատասխանատվություն այն ամբողջ անօրինականությունների համար, որը գործել է Նիկոլ Փաշինյանը եւ սրանից հետո գործելու է։ Ինչքան ժամանակ, որ ինքը կկառավարի։ Ալիևի պահանջով հռչակագրից անկախության մասին մեր հռչակագրի չեղարկում, Փաշազադեի հրամանով հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավ, սահմանազատում, միակողմանի զիջումներով,
եւ բազմաթիվ հակաօրինականություններ։ Դուք դրա տակ ստորագրել եք եւ կրում եք պատասխանատվություն։ Իսկ մեր պայքարը այս ամբողջ անօրինականությունների դեմ շարունակվում է եւ մենք հաղթանակելու ենք։ Պետք չի հուսահատվել եւ պետք չի խեղճանալ։ Պետք է պայքարել եւ հեռացնել այս հակապետական իշխանություններին։